Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասում է, ինչպես կյանքում, այնպես էլ բիզնեսում լինում են լուծված ու չլուծված հարցեր։ Խնդիրներ իր բիզնեսում էլ եղել են, հիմա լուծված են։ Գործերս լավ է, ասում է Արա Աբրահամյանը։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Արա Աբրահամյանը շարունակում է լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել։ Ստեղծագործական միությունների հետ անցկացվում են մրցույթներ։ Ամեն տարի այդ մրցույթների եւ հեղինակությունը եւ մասնակիցների թիվը աճում է։ Վերսկսվել է Հյուսիսային պողոտայի կառուցումը։ 165,000 քառակուսի մետր, մենք 120 միլիոն ամերիկյան դոլարից ավել ներդրում ենք կատարել, մինչև 60 միլիոն դոլար, 60-ից մինչև 100 միլիոն դոլար պետք է ներդրում կատարենք, որպեսզի այդ կառույցը վերջացնենք։ Արա Աբրահամյանը բացասական է գնահատում ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցը։ Ես ամեն տարի 40 երկրում լինում եմ, բայց ինձ թույլ չեմ տալիս Հայաստանի հասցեին որևէ վատ բան արտահայտվել։ Պատճառը Հայաստանի անթերի վիճակը չէ, ասում է Արա Աբրահամյանը։ Մենք իրավունք չունենք այսօր արժեքաձգել Հայաստանի Հանրապետության նախագահի հերինակությունը, մանավանդ ասել այն ինչ որ մարդիկ պատկերացում չունեն։ Ես շատ զարմանում եմ, ես 70 միլիոն թիվը հաճախակը չեմ կարողանում կրկնել, որտեղ դա բավականին շատ բարդ թիվ է, այնինչ անհետեթություն։ Դա առաջի հերթին իրանք են վնասում եւ ամբողջ ազգին։ Օրինակ ես այդպիսի խնդիր առաջ քաշողները չգիտեմ, դա պետք չի, դա արդեն ավելնորդ այդ մասի խոսալը։ Ես չի թվում, որ մի հայ մարդ կարող է դրան դրական գնահատական նշանակել։ Ես չի թվում կա մի մարդ, որ կարող ասել, այո, դա ճիշտ է։ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը Արա Աբրահամյանը դրական է գնահատում։ Վստահ է արվելու է այն, ինչ դրական ազդեցություն կունենա մեր երկրի վրա։ Ճիշտ աշխատանքի ժամանակն է, մենք պետք է հասկանանք, որ մտնում ենք այդ դաշտ, մեզ ինչ է տալիս դա։ Կարող եմ մեծ գնահատական նշանակել եւ Հայաստանի Հանրապետության մեծ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որտեվ գիտեք դուք միանգամից բարձրացեցիք այդ աղմուկը, այդ իշխանությունները մասնակցում էին Եվրազիայի այդ 3 տարի աշխատել են։ Դա այնպես չի որ այսօր այդ հարցը բացեց։ Այս հարցը առաջ եկավ եւ մենք բոլորս ասում ենք այո կամ ոչ։ Այնքան խնդիրներ կան, պետք է քննարկել եւ դնել քշերքին։ Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածի համար Արա Աբրահամյանը շատ է ցավում։ Ասում է դեպքից մինչ այսօր նրանք աշխատանքներ են տանում։ Օգնություն է ցուցաբերվել նաեւ Հրաչյայի ընտանիքին։ Շատ ցավալի դեպք էր Հրաչյա Հարությունյանի այնպիսի տպավորություններ, որ այդ կամազի վարորդն էի ես, խալաթ հագցնում էի ես։ Դուք իդերդ շատ լավ գիտեք ինչ տեղ ունեցավ, բայց ես ասեմ իրականությունը մենք հանդիպեցինք բոլորի հետ։ Մենք բոլորին օգնություն ենք ցույց տվել այդ դեպքի։ Մենք բացատրեցինք, որ սա դժբախտ պատահար է, դա իր տեղը կարող է որից մեկը լիներ։ Սիրուշ Պետրոսյան, Աշոտ Մնոյան, Սլաքեյը։